Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, տնտեսական ակտիվության ցուցանիշն է հրապարակվել 26 թվականին, 91% է եղել 24 թվականի համեմատությամբ։ Եթե ես չեմ սխալվում, 24 թվականին էլ 23-ի համեմատությամբ դա 8% էր։ Եթե թվերի մեջ կսխալվեմ, խնդրում եմ հստակեցնեք դուք, 1.1%-ային միավոր է ստացվում, որ 25-26-ի համեմատությամբ ունենք առավելություն 26-ին։ Սա որակական առաջընթաց է, թե չէ։ Տեսեք, ընդհանուր առմամբ 91% տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է, բայց ամեն դեպքում տարվա տնտեսական արդյունքները ամփոփելու համար պետք է սպասենք համախառն ներքին արդյունքի ցուցանիշին, որը որոշակիորեն ավելի ցածր է լինելու, քան տնտեսական ակտիվության ցուցանիշն է։ Օրինակ անցած տարի դա 5.9%-ի շրջանակներում էր։ Ըստ երևույթին այս տարի էլ, եթե դիտարկենք նույն համեմատականը 8.1% եւ 5.9%, այս տարի որոշակիորեն կարող է բարձր լինել, բայց այնուամենայնիվ չի լինելու 8 կամ 9%, հա, բայց որքան կլինի միջունում։ Այսինքն կառավարության թիրախը սահմանած 26-ի 25-ի համար որքան կլինի։ Տեսեք, կարող ենք ասել, որ շուրջ 6%-ի շրջանակներում, հա, որովհետև միշտ տնտեսական ակտիվության ցուցանիշից դեպի համախառն ներքին արդյունքի ցուցանիշ որոշակի դեպի ներքև ճշգրտում է լինում, վերջին տարիներին այդ ճշգրտման չափը որոշակիորեն մեծացել է, այդ տեսանկյունից շուրջ 6% կարող ենք ասել, որ այս պահին կլինի, հաշվի առնելով գրանցված վերջին տարիների միտումները, այնուամենայնիվ իհարկե պետք է սպասենք վիճակագրական կոմիտեի ամփոփմանը, որը այս տարեվերջին կլինի, եւ կունենանք համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, սակայն պետք է նշել, որ տնտեսական ակտիվությունը ընդհանուր առմամբ պահպանվում է բարձր մակարդակի վրա։ Սա կարելի ասել կայուն զարգացվում է երկարաժամկետ առումով, թե նաև արտաքին կամ մեծամասամբ արտաքին ժամանակավոր գործոններով պայմանավորված, կամ չասեմ արտաքին, հենց ժամանակավոր գործոններով պայմանավորված։ Տեսեք, տնտեսական կայուն զարգացումը բազմաթիվ բաղադրիչներ ունի եւ աճի ցուցանիշը դրա մի մասն է, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսական զարգացման տեմպի մասին խոսելու համար։ Տնտեսական զարգացման բազմաթիվ ասպեկտներ կան, այդ թվում թե ինչպիսի բնակչության խմբերը աճ ընդգրկում, ինչպիսի տարածքային համամասնություններ ունի եւ իհարկե դրանց արդյունքում նաեւ ինչպիսի ոլորտային կառուցվածք ունի։ Եթե աճը շատ կենտրոնացած է, նաեւ ընդգրկուն չէ ըստ տարածքների եւ բնակչության խմբերի, ապա այստեղ կայուն զարգացման մասին խոսել վաղ է եւ պետք է ջանքերն ուղղել այդ թվում պետական քաղաքականություններով հնարավորինս տարածուն դարձնելու աճը, որպեսզի դա ընդգրկի հատկապես արտադրական ոլորտները, ինչպես նաև ընդգրկի ամբողջ հանրապետությունը։ Հիմա այս պարագայում այս աճը ոնց է արտացոլում, բնակչության որոշակի խմբերն են, օրինակ տարածքային առումով Երևանն է ավելի շատ, թե ոնց է իրավիճակը, պատկերը ինչպիսին է։ Վերջին տարիներին աճի հիմնական խնդիրն այն է, որ այն կենտրոնացած է, հիմնական ծառայությունների ոլորտն է քարշող ուժի եղել եւ այս տարի եւս ծառայությունները եւ շինարարությունն են հիմնական քարշող ուժը տնտեսական աճի եւ սա առաջին հայացքից էլ հուշում է, որ աճը կենտրոնացած է տարածքային առումով, կենտրոնացած է մայրաքաղաքում, քանի որ ծառայությունները, այդ թվում ֆինանսական ծառայությունը եւ բանկային ոլորտը, որոնք ծառայությունների քարշող ուժերն են, դրանք Երևանում են, շինարարությունը, ինչպես գիտենք, իհարկե աստիճանաբար տեղափոխվում է մարզեր, բայց առաջին հերթին Երևանին հարակից մարզեր, այս տեսանկյունից նորից Երևանի եւ հարակից շրջաններին է վերաբերում, եւ ինչպես նաեւ ծառայությունների մնացած ոլորտները, հա, առևտուրը եւ այլն նորից ունի Երևանում կենտրոնացվածության խնդիր։ Այս տեսանկյունից այո, աճը կենտրոնացված է։ Ինչպես նշեցիք, վերջին տարիներին արտաքին գործոնների շատ մեծ ազդեցություն կա, հատկապես ծառայությունների ոլորտում, բնականաբար արտաքին պահանջարկն է, ինչպես ֆինանսական, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների հիմնական շարժիչ ուժ է։ Ես չէի ասի, սա ժամանակավոր է
կամ մշտական է, բայց սա կախված է արտաքին պահանջարկից, որը որ որոշակի քաղաքական աշխարհակաղակական կոնյունկտուրայի արդյունքում է առաջացել, հատկապես ֆինանսական ծառայությունների մասին է խոսքը իհարկե, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների մասով գիտենք, որ ռելոկացիայի էֆեկտը որոշակիորեն դեռ պահպանվում է։ Այս տեսանկյունից ինքը որոշակի գործոնների ազդեցության շրջանակ ունի եւ բավարար չափով հենված չէ արտադրական ոլորտների վրա։ Պարոն Կարապետյան, իսկ եթե դուրս են գալիս այդ ժամանակավոր արտաքին բարենպաստ գործոնները, մեր տնտեսական պոտենցիալը որքան է մնում, մենք կարող ենք հաշվարկներ ունենալ։ Տեսեք, տնտեսագիտության մեջ տնտեսական պոտենցիալը բավականին այսպես բարդ հասկացություն է եւ տնտեսագետները դա պարզեցնում են տրենդին տնտեսության, այսինքն ինչպիսին է տնտեսության երկարաժամկետ միտումը։ Մեր դեպքում ընդունված է դիտարկել վերջին 2-2.5 տասնամյակները որպես մեր տնտեսական միտում, եւ այդ տնտեսության միտումը հուշում է, որ մենք շուրջ 5%, գուցե որոշակիորեն ավելի, տնտեսական աճի միտում ունենք եւ վերջին տարիներին մենք այդ միտումից բավականին ավելի արագ ենք գնում, ընդ որում այդ արագ գնալը նաև մեծացրել է ընդհանուր առմամբ այդ միտումը եւ կարելի է ասել, որ այդ միտումը վերջին տարիներին արդեն տեսնում ենք շուրջ 2 տարի 6%-ի շրջանակներում տնտեսական աճի ցուցանիշը աստիճանաբար բարձրացել է այդ մակարդակ, այնուամենայնիվ եթե դիտարկենք, որ այստեղ արտաքին գործոնների էական ազդեցությունը կա, կարող ենք ասել, որ դեռ համոզվելու համար, որ սա տնտեսական պոտենցիալ է, այսինքն հիմնված է տնտեսության մրցունակության եւ արտադրական ներուժի իրական բարձրացման վրա, դեռ որոշակի ժամանակահատված է պետք դրանում համոզվելու համար։ Իսկ այս թվային ցուցանիշների մեջ իրական արտադրողականության դերը որքան է եւ արտաքին առևտրի շինարարության ու սպառման հաշվին ձևավորված աճը որքան է։ Տեսեք, արտադրողականությունը բարձրանում է Հայաստանում, ինչու, որովհետև պայմանական, եթե օրինակ մեկ ֆինանսական ոլորտի աշխատողը նախկինում սպասարկում էր մեր ներքին տնտեսությունը, ներկայումս նաև գուցե ոչ անմիջականորեն իր, սակայն իր ներկայացրած կազմակերպության գործունեությունը նաև արտաքին շուկաներն է սպասարկում եւ այս տեսանկյունից ավելի մեծ ավելացված արժեք է գեներացնում, ինչը արտադրողականության բարձրացման է հանգեցնում։ Արտադրողականության էական աճ նաև տեղի ունեցավ ՏՏ ոլորտում, բարձր արտադրողական ռուս եւ ուկրաինացի մասնագետների ներհոսքի արդյունքում եւ զգալիորեն բարձրացավ, եթե նայենք միջին աշխատավարձերը որքան են բարձրացել ՏՏ ոլորտում, դա որոշակիորեն ցուցիչ է, թե ինչպես է արտադրողականությունը աճել, արտադրողականության թռիչք եղավ իրականում 2022 թվականին։ Արդյունաբերության մեջ արտադրողականության աճը ավելի դանդաղ է եւ գյուղատնտեսության մեջ եւս ավելի դանդաղ է եւ այն հետեւում է տեխնոլոգիաների արդիականացման, գիտելիքի կուտակման, այս ավելի դանդաղ process-ներին, ինչը ավելի առողջ աճ է բնականաբար եւ ավելի քիչ է իր մեջ պարունակում արտաքին գործոնների ազդեցությունը։ Արդյունաբերության թվերի մասին ինչ կարող եք ասել, այս տվյալներում մենք ինչ ունենք, 4-7% է, չէ՞, այս տվյալներով արդյունաբերությունը աճել։ Նախորդ տարի էլի 24-23-ի համեմատությամբ 4-7% էր, եթե չեմ սխալվում։ Գուցե թվային տվյալներում մի փոքր ճիշտ չմտաբերեմ, բայց եթե այդպես է, մենք ինչ ունենք իրականում 2 տարի նույն իրավիճակն ունենք, արդյունաբերության, չգիտեմ, ամիսներով միգուցե արդյունաբերության նվազում ենք ունեցել, ինչով է դա պայմանավորված։ Օրինակ մի ամիս կարող է շատ լինել, մյուս ամիս ավելի քիչ լինել։ Դրա հիմնական պատճառները արդյոք հայտնի են, բացատրելի են։ Արդյունաբերության դեպքում մենք վերջին տարիներին ունենք հատկապես ոսկու վերամշակման եւ արտահանման գործոնի էական ներկայություն, դա հիմնային մետաղների ենթաճյուղում է նկատելի եւ դա քանի որ խիստ տատանողական է եւ կապված է ըստ էության արտաքին տնտեսական գործունեության հետ, իր հետ մեծ տատանողականություն է հաղորդում արդյունաբերությանը, եւս մեկ որոշակի տատանողականություն հաղորդող գործոն դա հանքահոմքային արտադրանքն է, որը եւս կախված գների միտումներից, կախված առանձին տնտեսվարողների աշխատելու որոշակի սուբյեկտիվ գործոնների, օբյեկտիվ սահմանափակումների այդ գործոնների ազդեցությամբ տատանողական է եւ այդ տեսանկյունից արդյունաբերությունը ավելի տատանողական է, այդ պատճառով ենք տեսնում աճի անկման ցուցանիշներ։ Ընդհանուր առմամբ արդյունաբերությունում
աճի գործընթացը եւս շատ վստահ չէ, ինչ առումով, որ նորից կապված է այդ երկու իմ նշած հիմնական գործոնների հետ, չնայած առանձին ուղղություններով, ինչպես ասենք սննդի արդյունաբերությունը, որոշ ուղղություններով նկատվում են կայուն դրական միտումներ։ Արտահանման բաժինը որքան է արդյունաբերության այս աճի մեջ։ Դե ինչպես նշեցի, եւ հանքահումքային ոլորտը եւ հիմնային մետաղները, դրանք արտահանելի, այսինքն ընդհանուր առումով արդյունաբերությունը արտահանելի է, բայց հատկապես այդ երկուսը շատ սերտ փոխկապված են արտաքին տնտեսական գործունեության հետ եւ կարելի ասել ամբողջությամբ արտահանվում են եւ հենց այս արտահանելի մասն է, որ տատանողականություն է հաղորդում։ Իսկ մեր տնտեսական դիվերսիֆիկացիայի քաղաքականության տեսանկյունից մենք ինչպիսի իրավիճակ ունենք այս թվերի համեմատությամբ։ Որքանով է հնարավորություններն ավելի շատ բացվել, հաշվի առնելով, որ մենք նաեւ տարբեր շուկաներ ենք փորձում մուտք գործել։ Դե եթե խոսում ենք հնարավորությունների մասին, ըստ էության նույն հիմնային մետաղների արտադրությունն է, դա որոշակի հնարավորություն է, որ տնտեսվարողները իրացնում են եւ այստեղ տեսնում ենք արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացում, Միացյալ Էմիրություններ, Հոնկոնգ եւ այլն։ Եվրոպական շուկան վերջին տարիներին որոշակի հարված էր կրել, ինչ առումով, որ փոխարժեքի դրամիական արժևորումը եվրոյի նկատմամբ որոշակի դժվարություններ էր առաջացրել եւ այստեղ արտահանման դանդաղումներ էին նկատվել։ Այնուամենայնիվ դա եթե դիտարկում ենք ընդհանուր ագրեգացված տեսքով, արտահանումը հայկական ծագման արտահանումը իր որոշակի տեմպերով շարունակում է աճել, այսինքն այստեղ չի նկատվել ոչ թռիչքաձև զարգացում, բայց չի էլ նկատվել, այսպես ասած, կործանարար անկում։ Եվրոպական շուկաներ, մեր արտահանողները որքանով են կարողացել մտնել նախկին տարիների համեմատությամբ, հիմա ավելի շատ նաև կառավարությունը տարբեր ծրագրեր մաքսատուրքերի հետ կապված իրականացնում է, դա որքանով է նպաստել, որ մեր բիզնեսմենները կարողանան եվրոպական շուկաներ մուտք գործել եւ որ մուտք գործեն ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքներով, արտադրանքով, մրցունակ լինեն նաև։ Ըստ էության այն արտոնությունը, որի մասին խոսում եք, դա ավելի շատ պահպանելու համար էր նախկին արտոնությունը, որը Եվրամիության կողմից էր տրվել, եւ դա լրացուցիչ դրական ազդակ հնարավոր չէ դիտարկել։ Կարծում եմ Եվրամիության շուկաների մուտք գործելու տեսանկյունից ավելի շատ մենք տնային աշխատանքում ենք անելու մեր ստանդարտների, ապրանքների որակի, դրանց տեսականու հետ կապված եւ ներկայումս առանց այդ տնային աշխատանքը կատարելու, առանց որակի մակարդակի բարձրացման եւ տեսական դիվերսիֆիկացման դժվար է խոսել մեծ հնարավորությունների բիզնեսի մոտ նույն այդ եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու իրենց արտադրանքը, որպեսզի նոր եվրոպական շուկաներ մուտքի հնարավորություններ ստանան։ Տեսնում եք, այսինքն տեսանելի է մեր տնտեսության մեջ կա այդ շարժը, թե չէ, բիզնեսը ուզում է այդ ուղղությամբ գնալ, թե չէ։ Ես կարծում եմ կա, բայց կա նաև երկար տարիների իներցիա, ստանդարտների հետ կապված, որակի հետ կապված, տեսականու հետ կապված, որը դժվար է հաղթահարել, ինչպես նաև կան որոշակի հնարավորություններ, որոնք ավելի առարկայական են, այդ թվում ավելի հասանելի շուկաներ, ինչպես ասենք Ռուսաստանի Դաշնությունն է կամ օրինակ Մերձավոր Արևելքում հետաքրքիր արտահանման հնարավորություններ կան, օրինակ ծխախոտի ոլորտում տեսնում ենք, որ վերջին տարիներին դա ամենաարագ աճող ոլորտներից է, նաև հարկատուների տասնյակում կարող ենք տեսնել այդ կազմակերպություններին եւ դա ավելի այսպես ինտենսիվ ձևով իրացվող հնարավորություն է, մինչդեռ եվրոպական շուկան շատ ավելի բարդ է, մրցակցությունը շատ ավելի մեծ է եւ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, որը թերևս այն հատույցը չի երաշխավորում տնտեսվարողների համար, ինչ ավելի մոտ ու հասանելի շուկաներն են երաշխավորում։ Շինարարության ոլորտի մասին խոսենք, ոլորտն աճել է շուրջ 20%-ով, ճիշտ է։ Ինչով է սա պայմանավորված եւ արդյոք դա ավելի շատ մասնավոր ներդրումներով, թե բյուջետային ծախսերով, կառավարության կողմից իրականացվող ծրագրերով է պայմանավորված։
Տեսեք, վիճակագրությունը հուշում է, որ շուրջ կեսը դրա պայմանավորված է մասնավոր ներդրումներով, կազմակերպությունների ներդրումներով, ինչը բնականաբար բնակելի շենքերի շինարարության մասին է, եւ մյուս կեսը պայմանավորված է պետական բյուջեի ներդրումներով, ինչը կարող է ընդգրկել ինչպես ենթակառուցվածքները, ասենք ճանապարհները, մնացած ենթակառուցվածքային միավորները, այնպես էլ օրինակ դպրոցների եւ մանկապարտեզների ծրագրերը, որոնք ակտիվ փուլում են իրականացման։ Իսկ եթե դրանք դուրս են գալիս, այսինքն պետական ծրագրերով իրականացվողները դուրս են գալիս, շինարարությունը նույն տեմպով կշարունակի աճել։ Մենք խնդիր չենք ունենա այս ոլորտում։ Դե շինարարությունը վերջին տարիներին բարձր տեմպով աճում է եւ ակնկալելի է որոշակի դանդաղման միտում, ինչը պետք է լիներ բնականաբար հիպոթեկի վերադարձի ծրագրի աստիճանական հետ քաշման հետ կապված։ Առայժմ դա չի դիտարկվում, այդ թվում նաեւ պետական ծրագրերի պարագայում, որտեղ եթե կեսը այդ աճի գալիս է պետական ծրագրերից, ապա բնականաբար դրանք դուրս գալու դեպքում աճը դանդաղելու է։ Իսկ ոլորտում կտրուկ անկում չի լինի այդ պարագայում։ Դե ոլորտում դանդաղում պետք է լինի, այսինքն մենք այս բային 20% աճի վրա ենք, վերջին մի քանի տարում նման աճի ցուցանիշներ ունենք եւ տրամաբանական է ոլորտի որոշակի դանդաղումը, որտեղ դա գերտաքացման մասին է հուշում, այսինքն օրինակ այն, որ պետական ծրագրերի համար դժվար է գտնել կազմակերպություններ այդ ծրագրերը պատշաճ իրականացնելու համար կամ օրինակ կազմակերպությունները աշխատուժ վարձում են դրսից օտարաշկրացիների շրջանակներում, այս տեսանկյունից սա հուշում է, որ ոլորտը գերտաքացած է եւ դրա որոշակի դանդաղումը տրամաբանական է, այնուամենայնիվ այդ հիպոթեկի ծրագրի ոնց որ վերջին ակորդը իր ազդեցությունը ունենում է եւ առայժմ մենք տեսնում ենք բարձր աճի ցուցանիշներ։ Իսկ այս շինարարության նման արագ աճը ստեղծում է տնտեսական փուչիկի ազդեցություն, թե չէ, որովհետեւ սրա մասին պարբերաբար նույն փորձագետները տնտեսական խոսում են եւ նաեւ հարց են հնչեցնում, թե այս բնակարանային շինարարության մեջ որքան բաժինն է ընկնում։ Իսկ եթե դա չի լինում կամ հետագայում դուրս է գալիս, ինչ է իրականում տեղի ունենում, այս փուչիկը ստեղծվում է, թե չէ։ Տեսեք, տնտեսագետները փուչիկի մասին խոսում են այն դեպքում, երբ կա արտադրանքը, սակայն չկա դրա գնորդը։ Այսինքն, եթե կառուցվող բնակարանները չվաճառվեն, ապա այո, դա կարելի է դիտարկել որպես տնտեսական փուչիկ, բայց մենք տեսնում ենք, որ թերևս շինարարությունից ավելի արագ տեմպով հիպոթեկային վարկավորումն է աճում եւ մենք այս պահին ունենք շուրջ 50,000 քաղաքացիներ, որոնք հիպոթեկային վարկերի ծրագրից են օգտվում, տոկոսների դիմաց եկամտահարկի վերադարձի, մինչդեռ ունենք շուրջ 800,000 գրանցված աշխատողներ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ դեռևս մարդիկ տեսնելով վերջին հնարավորությունը շարունակում են փորձել օգտվել այդ ծրագրից եւ ըստ էության շինարարներն էլ նաեւ դրան արձագանքելով դեռևս պահպանում են առաջարկը ու աստիճանաբար այդ առաջարկը տեղափոխում են դեպի մարզեր, նկատելի է անգամ անձն աչքով առանց վիճակագրության, որ ինչպես է ակտիվացել այդ շինարարական ծրագրերը Ծաղկաձորում, այլ հանգստյան գոտիներում, մարզերում, Երևանին հարակից քաղաքներում, անգամ ոչ հարակից որոշ քաղաքներում, այսինքն դրա կառուցվածքն էլ է որոշակիորեն փոխվում, հաշվի առնելով նաև պետական ծրագրի ազդակը, որ այն Երևանից է դուրս գալիս, սակայն որոշակի պատուհան է թողնում Երևանամերձ մարզերի համար եւ այնուհետեւ նաեւ որոշակի պատուհան է թողնում ավելի հեռու բնակավայրերի համար եւ այս տեսանկյունից նաեւ կառուցվածքը փոխվում է նաեւ շինարարության, բայց որոշակի ժամանակային ուշացումով։ Պարոն Կարապետյան, առևտրի ոլորտում ըստ այս ցուցանիշների դանդաղում կա, ճիշտ եմ ես նկատել թե ոչ, որովհետեւ պետք է բացատրենք, թե 24 թվականին օրինակ 17% էր առևտրի աճը, 25-ին մոտ 3% է եղել, ճիշտ է, ինչով է սա պայմանավորված։ Այսինքն մարդիկ հիմա ավելի քիչ են գնողունակ, գուցե պահանջարկն է նվազել, որտեղ է խնդիրը։
Տեսեք, գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանի բազմաթիվ երկրներում դեպի Ռուսաստան արտահանումները էական ազդեցություն են ունենում տնտեսական դինամիկայի վրա եւ դրա էական մասը հենց առևտրի ոլորտում է տեղի ունենում, այսինքն բազմաթիվ ապրանքների ներմուծումներ այնուհետև հասնում են Ռուսաստանի Դաշնություն եւ սա իր ազդեցությունն է ունենում, այսինքն այստեղ էլ մենք ավելի շատ գործ ունենք նման ազդեցության հետ, երբ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցել վերարտահանման ազդեցություն առևտրի ոլորտի ցուցանիշների վրա, որը դուրս է եկել եւ վերադարձել է այդ ցուցանիշը իր նախկին մակարդակներին, ինչի համար տեսնում ենք դանդաղումներ։ Բայց սովորաբար առևտուրը հետևում է տնտեսական զարգացումներին։ Բայց վերարտահանումները արդյոք ամբողջությամբ հիմա դուրս են եկել եւ ցուցանիշը դրա համար է նվազել այսքան։ Ամբողջությամբ դուրս չեն եկել, բայց կարող ենք նաև արտաքին առևտրից տեսնել, որ էականորեն փոքրացել են նախորդ տարվա համեմատությամբ, եւ դա մեր ամբողջ տնտեսական ցուցանիշների վրա ազդեցություն է ունենում, այդ թվում արդյունաբերության, այդ թվում առևտրի, որոշակիորեն գուցե նաև ծառայությունների, տրանսպորտի ծառայությունների մասով։ Գանք գյուղատնտեսությանը, այս 25 թվականում մենք ունեցել ենք 5.6%, 24-ին ավելի քիչ ենք ունեցել։ Մոտ 2% կամ ավելի քիչ 1.5-1.6%, բայց լավ է, որ 25 թվականին մենք ունեցել ենք գյուղատնտեսության վերաբերյալ այսպիսի թվեր։ Ինչով է դա պայմանավորված եղել, եղանակային բարենպաստ պայմաններով կամ այն քաղաքականությունը, որը տեղի է ունեցել եւ էականորեն դրական ազդեցություն է թողել ոլորտի վրա։ Վերջին տասնամյակում եւ փոքր էլ ավել գյուղատնտեսությունում հետաքրքիր կառուցվածքային փոփոխություն է նկատվում, այսինքն այսպես ավանդական դիտարկվող գյուղատնտեսությունը, որը ավելի շատ ընդգրկում էր քաղաքացիների առանձին գյուղատնտեսների փոքր հողակտորներում եւ սեփական միջոցներով արտադրությունը աստիճանաբար իր տեղը զիջում է ավելի մեծ մասշտաբային, ավելի պրոֆեսիոնալ կազմակերպված եւ այսպես ավելի գյուղատնտեսություն ստեղծելուն, այո, կենտրոնացված գյուղատնտեսությունը, որը ավելի արտադրողական է եւ դրա պայմաններում էականորեն նվազել է ըստ մեր պաշտոնական վիճակագրության գյուղատնտեսական զբաղվածների թիվը, այսինքն զգալի ամեն տարի շարունակաբար նվազումներ է տեղի ունենում, ինչը հուշում է, որ մարդիկ ավանդական գյուղատնտեսությունից տեղափոխվում են տնտեսության այլ ոլորտներ, ինչպիսին է օրինակ ծառայությունները եւ շինարարությունը, կամ տեղափոխվում են դեպի ավելի պրոֆեսիոնալ կազմակերպված գյուղատնտեսություն, եւ այս process-ի ֆոնին երկար տարիներ մենք գյուղատնտեսության ոլորտում անկումներ էինք ունենում, քանի որ այս պրոֆեսիոնալ գյուղատնտեսության աճը չէր կոմպենսացնում այն մնացած մեծ կտորի նվազումը։ Հիմա երբ արդեն տեսնում ենք որոշակի աճի միտումներ, դա նշանակում է, որ process-ը եկել է այն կետին, երբ արդեն այսպես խոշոր մասշտաբային եւ կազմակերպված գյուղատնտեսության աճը գերազանցում է նվազող կտորի ազդեցությանը, եւ սա ընդհանուր առմամբ առողջ դինամիկա է, որովհետեւ փոքր գյուղատնտեսություն խիստ ցածր արտադրողական էր աշխարհի երկրների համեմատ, եւ ըստ էության դա սովետական միությունից եկած ավանդույթի ժառանգություն էր, որտեղ արկա էր այսպես փոքր սեփական ընտանիքի ուժերով կազմակերպված գյուղատնտեսություն, որը բավարար մրցունակ չէր կարող լինել, այսպես ընդհանուր առմամբ աշխարհում եղած ստանդարտների գյուղատնտեսության կազմակերպման տեխնոլոգիաների ու արտադրողականության հետ, եւ այդ տեսանկյունից կարծում եմ սա դրական միտում է եւ դրական ազդակ է, որ այն նաեւ երկար տարիներ մեծ ներդրումները, որը կառավարությունը արել է գյուղատնտեսությունում, իրենց որոշակի պտուղները տալիս են։ Ըստ այս ցուցանիշների մենք ունենք գնաճ 3.3%։ Սա որքանով է համադրելի աշխատավարձերի հետ։ Գնաճը կենտրոնական բանկի թիրախավորված քաղաքացիների էլի։ Այո, գնաճը թիրախավորված մակարդակի շրջանակներում է եւ եկամուտների աճի մասին երբ խոսում ենք, օրինակ երբ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին ենք խոսում, սա արդեն իրական է, այսինքն գնաճից զտված է։ Այդ տեսանկյունից եթե մենք շուրջ 6% տնտեսական աճ ունենանք կամ ավելին, դա հուշում է բնակչության իրական եկամուտների աճի մասին,
6%-ով։ Այլ հարց է իհարկե, ինչպես հենց հաղորդման սկզբում նշեցինք, ինչպես է դա բաշխված, ինչպես է բաշխված ըստ մարզերի, ըստ եկամտային խմբերի, ինչը իհարկե այդ գնահատումները վիճակագրական կոմիտեն իրականացնում է եւ ավելի ուշ տարվա ընթացքում հասանելի է լինում։ Այնուամենայնիվ այստեղ արդեն նշեցի, որ այդտեղ անհամաչափություն կա, այսինքն եթե դիտարկում ենք ֆինանսական ոլորտը, ՏՏ ոլորտը, ընդհանուր առմամբ ծառայություններ, այստեղ եկամուտների աճը ավելի արագ է, քան հանրապետության միջինը։ Այսինքն կարող ենք ասել, որ բնակչության որոշակի խմբեր հիմա շատ ավելի լավ են ապրում եւ իրենց կյանքը ավելի բարվոք է, քան ուրիշ խմբեր։ Ձեր նշած խմբերը թեկուզ։ Իհարկե, շուկայական տնտեսություն միշտ այդպես է, միշտ հնարավորությունները եւ միտումները անհամաչափ են լինում եւ շուկայական տնտեսությունը ինքը ներքին մեխանիզմ ունի այդ անհամաչափությունը այսպես վերականգնելու, օրինակ մարդիկ մարզերից տեղափոխվում են մայրաքաղաք եւ արդեն քաղաքականություն մշակողների խնդիրն է հասկանալ, թե այդ միտումը որքանով է նպատակահարմար, այսինքն եթե այս միտումը շարունակվի, ապա մենք ավելի շատ ենք տեսնելու ամբողջ հանրապետության գերկենտրոնացում Երևանում, քանի որ տնտեսական աճը կենտրոնացած է ծառայությունների վրա եւ շինարարության վրա, ու եկամուտները Երևանում ավելի արագ են աճում, բայց դա նաեւ մեծ մարտահրավերներ է իր հետ բերում, որոնք հասցեագրելու ռեսուրսները գուցե ավելին լինեն ապագայում, եթե այս միտումը շարունակվի, հա։ Ամփոփենք զրույցը մեկ հարց եւս։ Հիմնականում ընդդիմադիր դաշտում եւ նաեւ ընդդիմադիր փորձագետները, երբ խոսում են տնտեսական ակտիվության մասին կամ փորձում են գտնել բացատրություն կամ քննադատություն կառավարության կատարած քայլերում, իրենք ասում են հետեւյալը, որ մեր երկրում աղքատները շարունակում են աղքատանալ, հարուստները շարունակում են ավելի շատ հարստանալ եւ իրենք բացատրում են, որ օրինակ եթե դուք կառավարություն ասում եք, որ թոշակներ եք բարձրացրել, աշխատավարձեր եք բարձրացրել, ապա դա ոնց է ազդում մարդկանց իրական կյանքի բարելավման վրա, այսինքն որքանով է մարդու կենսակերպը առօրյայում բարելավվել։ Հիմա մենք լավ է, որ յուրաքանչյուր անգամ խոսում ենք վիճակագրական լավ թվերի մասին, նախարարն էլ ասում էր էկոնոմիկայի, որ սրանք օրինակ վիճակագրական թվեր չեն, դա ուղիղ փաստարկումն է, որ մարդիկ այսօր ավելի լավ են ապրում։ Բայց պարոն Կիրակոսյան, կան հատուկ չափումներ, թվեր, որ ըստ դրա մենք կարող ենք ասել, որ այս վիճակագրական տվյալները կամ տնտեսական ակտիվության այս լավ ցուցանիշները իսկապես ազդել են, որ մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, ավելի բարձր կենսակերպ են վարում, քան օրինակ 1 տարի առաջ, 10 տարի առաջ եւ այլն։ Տեսեք, ես ինչպես նշեցի, այդ վիճակագրությունը առկա է լինում, այսինքն տարվա ընթացքում ամփոփվում է տարբեր եկամտային խմբերի եկամուտները եւ մենք այդ տարբեր եկամտային խմբի եկամուտների դեպքում, եթե դիտարկում ենք նախորդ տարիների ցուցանիշները, որոնք առկա էին, աճի միտումներ ունենք։ Իհարկե, այլ հարց է, թե այս տվյալների ընդգրկունությունը ինչպիսին է, որովհետեւ վիճակագրական կոմիտեի դիտարկումները բավականին սահմանափակ թվով տնային տնտեսությունների են վերաբերվում, բայց այնուամենայնիվ դա ցույց է տալիս, որ տարբեր եկամտային խմբերում աճի դինամիկա կա, այնուամենայնիվ իհարկե այդ աճի դինամիկան անհամապատասխան է արդեն մեր քննարկած պատճառներով, որ աճը կենտրոնացած է Երևանում եւ ավելի լավ հնարավորություններ են պետք, հատկապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության տեսանկյունից, որպեսզի մարզերում եւս տնտեսական ներուժը ավելի լավ օգտագործվի, այսինքն իհարկե այս տեսանկյունից խնդիրը բայց համեմատության համար հիմա ընդհանուր առմամբ եթե դիտարկենք մարդիկ ավելի լավ են ապրում, քան 5 տարի առաջ, 10 տարի առաջ։ Հաշվի առնելով թոշակների բարձրացումը, աշխատավարձերի, միջին աշխատավարձի բարձրացումը կամ այն սոցիալական կրեդիտները, որը պարբերաբար կառավարությունն է իջեցնում։ Տեսեք, եթե ես կարծում եմ ավելի ընդհանուր է պետք դիտարկել, մեր մոտ եկամտի մակարդակի էական բարձրացում է եղել թվում վերջին տասնամյակում եւ դա տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծել, այլ է խնդիրը, որ այդ հնարավորությունները ստեղծվել են ավելի շատ մայրաքաղաքում եւ այդ հնարավորություններից օգտվելու համար մարդիկ ավելի շատ պետք է իրենց տնտեսական գործունեության ոլորտը վերաուղղորդեն դեպի այն ոլորտներ, որտեղ այդ հնարավորությունները ստեղծվել են, հա։
Այսինքն ընդհանուր առմամբ տնտեսության չափը էականորեն մեծացել է, եկամտի մակարդակը բարձրացել է, եթե նայենք մեր մեկ շնչին ընկնողը նայեմ, էականորեն բարձրացել է, այնուամենայնիվ այդ անհամաչափությունը եկամտի մակարդակների որոշակիորեն նաև հնարավորությունների անհամաչափություն է ստեղծել տարբեր խմբերի մարդկանց համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ։ Զրուցակիցս տնտեսագետ Նարեկ Կարապետյանն էր, կհանդիպենք։